Մավետա ծրագրով ձեռք բերված միկրոավտոբուսի դռները բացվում են Ագրարային համալսարանի քոլեջի ուսանողներին արտադրամաս տեղափոխելու, որ գործնական միջավայրում հասկանան մասնագիտությունը, որը ընտրել են։ Տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու հնարավորություն նրանց տալիս է դուալ կրթությունը։ Մանեն քոլեջի երկրորդ կուրսի ուսանող է, խաղողի մթերումից մինչև գինու շշալցմանը մասնակից լինելուց հետո վստահաբար ասում է, գտել է իր գործը։ Սովորում եմ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջում։ Մեր քոլեջը եզակի քոլեջներից մեկն է, որտեղ սովորում են դուալ կրթությամբ։ Կարող եմ ասել, որ որոշումս կատարել եմ գիտակցված եւ կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկը շատ ճիշտ եմ արել, ընտրելով հենց այս քոլեջը եւ այս մասնագիտությունը։ Անասնաբուժություն եւ այգեգործություն մասնագիտություններում դուալ կրթական համակարգի ներդրման ուղղված Մավետա ծրագրով մի շարք վերապատրաստումներ, փորձ ուսուցումներ են անցկացվել, ձևավորվել է քոլեջ գործատու կապ։ Ծրագիրը ֆինանսավորում են միջազգային եւ տեղական կազմակերպությունները։ Տեխնիկապես զինում են քոլեջներին։ Դա շատ տարբեր է կախված քոլեջների կարիքներից։ Երևանի քոլեջի հետ համագործակցելով մենք նրանց տրամադրել ենք համակարգիչներ եւ տրանսպորտային միջոց։ Քանի որ մեր գործընկերները հիմնականում գտնվում են մարզերում, Երևանից դուրս, եւ խնդիր է առաջանում ուսանողների տեղափոխումը քոլեջից, իրենց բնակավայրից գործատուի մոտ։ Այդ իսկ պատճառով վստահ ենք, որ այս տրանսպորտային միջոցը քիչ թե շատ կթեթևացնի նրանց հոգսը պրակտիկ ժամերը ուսանողների համար կազմակերպելու հարցում։ Իսկ քանի որ ուսման կեսից ավելին անցնում է արտադրամասում, որոնց մեծ մասը քաղաքից դուրս է, այսպիսով լուծել են ուսանողների արագ ու անվտանգ տեղափոխման հարցը։ Միայն 2024-25 ուսումնական տարում դուալով Ագրարայինի քոլեջում 300 ուսանող է սովորում։ Թե բարեկարգ միջավայրը, թե ենթակառուցվածքները, թե փոխադրամիջոցը բոլորը ստեղծում են երիտասարդի մոտ մոտեցում, թե որ կրթօջախում ինքը պետք է դառնա որպես մասնագետ եւ ոնց պետք է ձեռք բերի իր մրցունակությունը։ Եվ Ագրարային համալսարանը իր բազմաթիվ գործընկերների հետ համագործակցելով վերջին տարիներին էական տեղաշարժեր արձանագրել այս ուղղությամբ։ Կրթական այս համակարգի ներդրումը նախարարության թիրախում է հատկապես երկրի տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մասնագիտություններում։ Ավարտելուց անմիջապես հետո ուսանողին աշխատանքի տեղավորման, գործատուին բարձրորակ կադրերով ապահովման եւ ընդհանուր առմամբ պետություն մասնավոր գործակցությամբ զբաղվածության խնդիրը լուծող դուալ համակարգի ներդրման ուղղված 3 կարևոր փաստաթուղթ է ընդունվել։ Նախորդ տարի արդեն ուժի մեջ մտած մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենքն է, որով ստեղծվել են օրենսդրական հիմքերը դուալ ուսուցումը ինստիտուցիոնալ ձևով ներդնել մասնագիտական ուսումնական հաստատություններում, կառավարության ծրագիրն է եւ կրթության զարգացման պետական ծրագիրը։ Տեխնիկական զինվածությանը զուգահեռ բուհից շարունակում են հիշեցնել ագրոպարենային 14 մասնագիտությամբ սովորողներին պետության տված զգալի կրթաթոշակի մասին, որ ուսանողները կենտրոնանան միայն ու միայն ուսման վրա։ Առկա համակարգ ընդունվող ուսանողները ամբողջությամբ առաջի կուրսի ընթացքում իրենք ստանալու են 70,000-ը։ Բարձր առաջադիմության դեպքում նույնիսկ հնարավորություն են այն բարձրացնել մինչև 77,000։ Ասել է թե Ագրարային համալսարանում համակողմանի զարգացման ճանապարհն ենք բռնել։ Քոլեջի ջերմատնային տնտեսություն, հողային ռեսուրսների կառավարում, կաթիլային ոռոգում, անասնաբուժություն եւ այգեգործություն մասնագիտությունների ուսանողները եւս ստանում են 50,000 դրամ կրթաթոշակ։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։